Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը, որ Թրամփի պաշտոնամուտից հետո արդեն երկրորդն է։ Ինչպես իսրայելական աղբյուրներն են հայտնում, Նեթանյահուն աշխատանքային այցով գտնվում էր Հունգարիայում, երբ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և շտապ Վաշինգտոն հրավիրել։ Ըստ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության, Թրամփը և Նեթանյահուն պետք է բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիս անցկացնեին, բայց վերջին պահին այն չեղարկվել է։ ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը Սպիտակ տան օվալաձև սրահում լրագրողների հետ կարճատև շփում են ունեցել։ Միացյալ Նահանգների նախագահը ընծմին բավարարվել է մեկ նախադասությամբ. «Մենք քննարկել ենք Իրանի ակնհայտ խնդիրը և առևտրի հետ կապված ոչ այնքան էական հարցեր»։ Ի տարբերություն Թրամփի, Նեթանյահուն բանակցությունների իրանական թեմատիկայի մասին չի խոսել։ Իսրայելի վարչապետը, ինչպես մամուլն է փոխանցում, կարևորել է երկու հանգամանք՝ Համասի լիակատար ոչնչացումը և հրեա պատանդների հայրենադարձությունը և Սիրիայում թուրքական զինված ներկայության շուրջ մտահոգությունը։ Մենք Թուրքիայի հետ հակամարտություն չենք ցանկանում, բայց Սիրիան չի կարող վերածվել Իսրայելի դեմ սպառնալիքի հարթակի։ Արտառոց է, թե Միացյալ Նահանգների նախագահն ինչու լրագրողներին ոչինչ չի ասել հրեա պատանդների հայրենադարձության, Գազայում հրադադարի երկարաձգման, ինչպես նաև Սիրիայում իսրայելա-թուրքական հնարավոր հակամարտության մասին, իսկ Իսրայելի վարչապետը շրջանցել է Իրանի վերաբերյալ քննարկումները։ Կարելի է ենթադրել, որ կամ կողմերն Իրանի հարցում հասել են սկզբունքային այնպիսի համաձայնության, որի մասին պայմանավորվել են լռել, կամ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու գաղափարը և Իսրայելի վարչապետին հորդորել է կենտրոնանալ Գազայում պատանդների փոխանակության և հրադադարը երկարաձգելու հեռանկարի վրա։ Իրավիճակը գնահատելու համար թերևս խորհրդանշական է Յեդիոթ Ախրոնոտի մի հրապարակումը, որի հեղինակը հիշեցնում է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի 2002 թվականի Վաշինգտոնյան այցը, որի ընթացքում նա նախագահ Ջորջ Բուշին փորձել է համոզել, որ Իրաքի փոխարեն լուծի Իրանի հարցը և հաջողության չի հասել։ Կարելի է ենթադրել, որ ենթատեքստն այն է, որ Նեթանյահուին նույնպես չի հաջողվել համոզել Թրամփին, որ Մերձավոր Արևելքում ոչ թե Եմենի հութիներն են սպառնալիք, այլ Իրանի միջուկային ծրագիրը։ Ընդ որում իսրայելական աղբյուրները միանշանակորեն պնդում են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների գաղափարը մերժում է փոխնախագահ Վենսը, ում շուրջ համախմբված է մի հզոր թիմ։ Վենսը ըստ այդմ համարում է, որ Միացյալ Նահանգների գլխավոր սպառնալիքը Չինաստանն է և ռազմական ռեսուրսների մեծ մասը պետք է կենտրոնացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Չափազանց բարդ է կողմնորոշվել, թե ինչ ինդուլգենցիայով Երուսաղեմ կվերադառնա Բենյամին Նեթանյահուն, բայց Յեդիոթ Ախրոնոտիկ վերլուծականը պնդում է, որ ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններն արդեն մեկնարկել են, թեև կողմերն այդ մասին տեղեկությունը հերքել են։ Այս ֆոնին դիտարժան տեղեկություն է հայտնել Անադոլուն, ըստ որի հետաձգվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի Իտալիա այցը։ Ինչպես պարզել է թուրքական կողմը, Իտալիայի վարչապետ Մելոնին պատրաստվում է ուղևորվել Վաշինգտոն։ Նույն աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ շաբաթվա ընթացքում Անկարա կայցելի Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան։ Ենթադրվում է, որ այդ ընթացքում կստորագրվի սիրիական 3 օդանավակայանում թուրքական ռազմակայան հիմնադրելու մասին համաձայնագիր։ Նեթանյահուն Թրամփից Սիրիայում թուրքական հենակետերը թիրախավորելու արտոնություն է ստացել։ Իրանը հաստատել է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնած տեղեկությունը, որ շաբաթ օրը Օմանում կայանալու է Ամերիկա-Իրանյան բանակցություն կապված միջուկային ծրագրի հետ։ Իրանը կներկայանա արտգործնախարար Արաղչիի մակարդակով, իսկ ԱՄՆ ներկայացուցիչը կլինի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Օմանի արտգործնախարարը հանդիպմանը կլինի միջնորդ։ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցում են ուղիղ, Թեհրանը հերքում է ասելով, թե ուղիղ բանակցությունը բացառված է։ Ըստ ամենայնի այստեղ խնդիրը տեխնիկական է, այլ ոչ թե քաղաքական։ Բանակցությունն ըստ ամենայնի ավելի շատ ուղիղ է, իսկ Օմանի արտգործնախարարը տեխնիկական միջնորդ։ Մյուս կողմից միջնորդավորվածության մասին խոսքը թերևս ունի այլ տողատակ։ Դրա նշան է գուցե այն, որ Իրանի հետ բանակցությանն ամերիկյան կողմից ներկա կլինի Սթիվ Ուիթկոֆը, Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնացը։ Մի կողմից շատ տրամաբանական է, որ հենց Մերձավոր Արևելքի հարցերի բանագնացը կխոսի Իրանի հետ։ Մյուս կողմից Սթիվ Ուիթկոֆը, այսպես ասած, կադրային դիվանագետ չէ,
Մերձավոր Արևելքի հարցերի մասնագետ չէ, այլ անշարժ գույքի բազմամյա գործակալ, որը շատ վստահելի է Թրամփի համար։ Ինքնին այս հանգամանքը հուշում է, որ Ուիտկոֆի մասնակցությունը ոչ այնքան պրոֆիլային է, որքան քաղաքական գործարքային, որտեղ Թրամփին անհրաժեշտ է իր համար առավելագույն վստահելի անձնավորություն։ Այս տրամաբանությունը ուշագրավ է նաև այն ֆոնին, որ հենց Ուիտկոֆն է ընտրված նաև Ռուսաստանի հետ, այսպես ասած, առանցքային բանակցողի կարգավիճակում, որն արդեն 2 անգամ այցելել է Մոսկվա։ Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյոք Ուիտկոֆի մասնակցությունն իրանյան պրոցեսը ըստ էության չի դարձնում եռակողմ, այսինքն միջնորդավորվածության յուրօրինակ տրամաբանությամբ, Ռուսաստանի ներգրավվածությամբ։ Իդեպ այդ իմաստով հատկանշական է, որ հենց այսօր Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Իրանի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիրը։ Իրանի զինված ուժերը երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանով բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի։ Թեհրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների լույսի ներքո։ Այս մասին նշվում է Reuters-ի հոդվածում հղում անելով իրանցի պաշտոնյային։ Reuters-ը հիշեցնում է, որ Ալի Խամենեին մերժել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու Թրամփի առաջարկը։ Սակայն ըստ գործակալության աղբյուրի Թեհրանը կողմ է անուղղակի բանակցություններին, որոնցում Օմանը պետք է հանդես գա որպես միջնորդ։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է հղել Խամենեիին, առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրանը հրաժարվեց Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվեց միջնորդների միջոցով շարունակել խորհրդակցությունները։ Մարտի 30-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ 2 շաբաթից հավելյալ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան։ Նա նաև սպառնացել է Իսլամական Հանրապետությանը աննախադեպ ռմբակոծություններով, եթե գործարքն ամբողջությամբ հրաժարվի։ Ի պատասխան Խամենեին ասել է, որ չի հավատում, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է, սակայն զգուշացրեց, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռականորեն կհակադարձվի։ Իրանի Մեջլիսի միապալատ խորհրդարանի падգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանին Իրանի եւ Արևմուտքի միջև հավասար երկխոսության համար միջուկային զենք ստեղծելու կոչ է արել։ Քաղաքական գործչի հայտարարությունն արվել է բաց հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է CNN-ը։ Ռազմական հակամարտությունից խուսափելը խելամիտ եւ տրամաբանական է, բայց համաշխարհային ամբարտավանությունը մեզ այլ ելք չի թողել, եթե մենք այլ գործիք չունենք պայքարելու ահաբեկման եւ ավելորդ պահանջների դեմ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերը հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է իր ողջ հզորությամբ պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին հայտնում է Մեհր գործակալությունը։ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը։ Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն զսպմանը, արդյունավետ պաշտպանությանը, կայուն անվտանգությանը, կայունությանը եւ խաղաղությանը, ընդգծել է նա։ Նա նշել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը։ Իր ելույթում անդրադառնալով Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, նշել է, որ բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ եւ դավաճան կողմը։ Ավելի վաղ գեներալ Բաղերին հայտարարել էր, որ եթե Իրանի անվտանգությունը վտանգի տակ հայտնվի, ապա սպառնալիքի տակ կհայտնվի Հարավ-Արևմտյան Ասիայի ողջ տարածաշրջանի անկայունություն ստեղծողների եւ նրանց տարածաշրջանային դաշնակիցների անվտանգությունը։